Ապրիլի 20-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանեց Անտիոքի եւ համայն Արևելքի ասորի ուղղափառ եկեղեցու ընդհանրական պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ II-ը։ Մայր տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը ամենայն հայոց կաթողիկոսին եւ համայն Արևելքի ասորի ուղղափառ եկեղեցու ընդհանրական պատրիարքին թափորով առաջնորդեց Միածնաեջ Մայր տաճար, որտեղ կատարվեց հրաշափառի արարողություն։ Տաճարում երկու հովվապետերը խոնարհվեցին եւ աղոթք հնչեցրին իջման Սուրբ Սեղանի առջև։ Միասնական աղոթքից հետո Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոռի միաբանության անունից ողջունեց եւ իր բարեմաղթանքները հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ II-ին։ Իր հերթին Եփրեմ II պատրիարքը գոհունակություն հայտնեց Հայաստան եւ Մայրաթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով եւ աղոթք վերառաքեց հայոց եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հրաշափառի արարողությունից հետո Վեհարանում տեղի ունեցավ ամենայն հայոց կաթողիկոսի եւ համայն Արևելքի ասորի ուղղափառ եկեղեցու ընդհանրական պատրիարքի առանձնազրույցը։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Ինչպես մեծ պահքի ընթացքում, այնպես էլ Տիրոջ Սուրբ Հարությանը հաջորդող կիրակիները իրենց խորհուրդն ունեն։ Երրորդ կիրակին կոչվում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակի։ Այն խորհրդանշում է քրիստոնեական եկեղեցու հաստատման մեծ խորհուրդը։ Երբ Քրիստոսի հարության լույսը տարածվում է աշխարհով մեկ, Քրիստոսի աշակերտները դառնում են այդ լույսի կրողը, տարածելով աստվածային խոսքը։ Նրանց շնորհիվ ամենուրեք հաստատվում են առաջին եկեղեցիները։ Հավատն է դառնում կենդանի եկեղեցու վեմքարը։ Հավատի հենքի վրա ստեղծված այդ կառույցների գլուխը այն ժամանակ եւ հիմա հենց Քրիստոս է։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհամատրան կիրակի օրը պատարագ մատուցեց Հուսիկ Աբեղա Սմբատյանը։ Աշխարհամատուռ նշանակում է աշխարհի բոլոր քրիստոնյաների մատուռ։ Առաջինը եկեղեցիների մեջ Երուսաղեմի տաճարն է, կառուցված Քրիստոսի արյամբ սրբված Գողգոթայի վրա, Վերնատան հիշատակին, որտեղ Քրիստոս հաստատեց հաղորդության խորհուրդը։ Հարությունից հետո այստեղ էին հավաքվում առաքյալները, հանդիպելու նոր հավատացյալների հետ, աղոթելու եւ հաղորդություն տալու։ Ըստ էության աշխարհամատուռը քրիստոնեության առաջին եկեղեցին է եւ քրիստոնյա բոլոր եկեղեցիների նախատիպը։ Առաջիններից է նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, որը կառուցվել է սրբազան տեսիլքով իբրև առաքելական եկեղեցու կենտրոն։ Ժողովուրդը աշխարհամատրան կիրակին կանաչ կիրակի է անվանել, քանի որ գարնանային զարթոնքի այդ շրջանում բնությունն է ծաղկում եւ կանաչում, ինչպես մարդկությունը Քրիստոսի բերած հույսով եւ լույսով։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Արդեն 9 ամիս է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը գտնվում է անազատության մեջ։ Սրբազան հայրը զրկված է հոգևոր սպասավորություն իրականացնելու եւ թեմի հոգսերով զբաղվելու հնարավորությունից։ Թեև 1 ամիս առաջ մարտի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը բավարարելով պաշտպանների միջնորդությունը սրբազանին իրավունք տվեց մասնակցելու կիրակնօրյա պատարակներին, սակայն բարձրաստիճան հոգևորականը դեռևս զրկված է պատարակ մատուցելու եւ քարոզելու իրավունքից։
Հենց այս պատճառով թեմի հավատացյալները տարբեր հարթակներում ստորագրահավաք են սկսել։ Այս կիրակի Գյումրու Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում, որտեղ պատարագին մասնակցում էր Շիրակի թեմի առաջնորդը, հազարավոր մարդիկ միացան իրենց հոգևոր առաջնորդի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքին։ Նրանք արդեն գրավոր դիմում են ներկայացրել դատարան, նշելով, որ Սրբազանի շարունակական անազատությունը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատավորների վրա և դրանով սահմանափակվում է կրոնական պահանջմունքները բավարարելու իրենց սահմանադրական իրավունքը։ Միքայել Սրբազանը իր իրավունքների խախտման հարցով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ներկայացնելով անօրինական կալանավորման, արտահայտվելու իրավունքի սահմանափակման և քաղաքական նպատակներով իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ փաստեր։